Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր դեկտեմբերի 26։ Կեսգիշերից րոպե առաջ։ Առաջին թագավորաց գրքի 13-րդ գլխում մենք տեսնում ենք, թե ինչպես է Սավուղը բախվում վճռորոշ պահի, որի հետ ի վերջո պետք է առերեսվի յուրաքանչյուր հավատացյալ։ Սա ճգնաժամային պահ է, երբ մենք ստիպված ենք որոշել հավատքով սպասել Աստծուն, թե կորցնել համբերությունը և մեր ձեռքը վերցնել իրավիճակը։ Սավուղի վճռորոշ պահը եկավ, երբ Իսրայելի վրա սպառնալից պատերազմի ամպեր կուտակվեցին։ Փղշտացիները հավաքել էին հեծյալների, երկաթե կառքերի և ամենաժամանակակից զենքերով զինված զինվորների լեգիոնների հսկայական բանակ։ Ի տարբերություն դրա, իսրայելացիներն իրենց ամբողջ բանակում ունեին ընդամենը երկու սուր, մեկը Սավուղին, մյուսը նրա որդի Հովնաթանի համար։ Մնացած բոլորը ստիպված էին գործածել իմպրովիզացիոն զենքեր, ինչպիսին են փայտե նիզակները կամ պարզունակ գյուղտնտեսական գործիքները։ Դրանից մեկ շաբաթ առաջ Սամուելը, Աստծո մարգարեն, Իսրայելի պատգամաբերը, զգուշացրել էր Սավուղին սպասել իրեն Գաղգաղայում, նախքան մարտի մեջ մտնելը։ Սամուելն ասել էր, որ 7 օրից կժամանի Տիրոջը պատշաճ զոհաբերություններ մատուցելու համար։ Երբ 7-րդ օրը եկավ և Սամուելը դեռ չէր եկել, Սավուղի զինվորները սկսեցին ցրվել։ Ավելի վատն այն էր, որ թագավորը Աստծուց ոչ մի ուղղորդում չուներ մարտի վերաբերյալ։ Միթե Սավուղը անսասան մնաց և ասաց, թե կհնազանդի Աստծո խոսքին և կսպասի Սամուելին, նույնիսկ եթե նա 8-րդ օրը հասնի։ Ոչ, Սավուղը խուճապի մատնվեց։ Նա թույլ տվեց, որ հանգամանքները ճնշեն իրեն և ի վերջո մանիպուլացնեն Աստծո խոսքը։ Սիրելիներ, Աստված երբեք չի ուշանում։ Տերը ի սկզբանե գիտեր Սամուելի յուրաքանչյուր քայլը և որ ինքը այնտեղ կլինի 7-րդ օրը, նույնիսկ եթե կեսգիշերից մեկ րոպե առաջ լիներ դա։ Աստված դարերի ընթացքում չի փոխվել։ Նա դեռևս հոգ է տանում, թե արդյոք իր ժողովուրդը հնազանդվում է իր պատվիրանին, հնազանդվել Տիրոջ ձայնին և չապստամբել նրա պատվիրանների դեմ։ Անկախ նրանից, թե որքան անհույս կարող է թվալ իրավիճակը, մենք պետք է քայլենք Տիրոջը լիովին վստահելով և համբերատար սպասելով, որ նա կառաջնորդի մեզ, ինչպես խոստանում է իր խոսքը։